մեջտա Տեր Հիսուսին կլսել սրդերնից չխրովի Աստծո հավատացեք ինձի հավատացեք իմ հորս տունը շատ բնակարաններ կան ապա թե ոչ ես ցեզի պիտի եսեի հիմա ես կերտամ ցեզի դեր կպատրաստեմ եւ եթե երթամ ու ցեզի դեր պատրաստեմ նորեն ուկա եւ ցեզ կողս կանեմ որպես իգուր ես եմ ցուկալ մոննա Հարկ Աստծո ասկերեցի խոստումին համար Եղեցրեմ որ Որս ոտքի վրա ալան և մեր երկարաներում ետևի գտնված բաժնին թիվ 27-րդ փոխադարձ ընթերցանությունը գարտանք միասին Արդ կաղաչեմ ցեզի եղբայրներ Աստծո ողորմությունով որ ձեր մարմինները ընծայեք գենտանի զոհը սուրբ Աստծո հաճելի, որ է ձեր բանավոր բաշտոնը։ Եվ իր երկարանիք այս աշխարհի երկարակողը, հավատել մտքի նորոգությունով նորոգվեց, որպեսզի մտեք և ինչ է Աստծո հավատուրան, որ բարի ու հաճելի երկարակողը։ Սերը արած կենցավորությանը նա, չարեն զզվելով, բարին հարելով, եղբայրասիրության մեջ իրարու վրա Կորովանից եղեք, բատվելու մեջ իրար մե անցեք։ Շկանքի մեջ ծուսասիրի եղնակ, իրոքելով կորգողեցեք, իրոքներ ծուսարացեք, հույսով ուրախ եղեք, ներդրան մեջ ապրեցեք, ստեք առաղոտի եղեք։ Սուրբերուն բետկերուն հաղորդ եղեք, յուրասիրության ետևե եղեք։ Ձեզ արածողները որդեցեք, որդեցեք և հինի ամիցեք, ընկրտացողներն և ընկրտացեք, և լացողներն և լացեք, իրարու վրա և նույն խորհուրդ ունեցեք, անպատվաբանություն մի ընեք, ապա խոնարհներու հետ խոնարհեցեք, ինքն սիրելի դիմացությունների դրնեք։ Չարության փոխարեն մեղուն չարություն մի հատուցանեք, բոլոր մարդոց առջև բարի բաներ ընելու հոգ տարեք, որչափ կարելի է ցեզի ամեն մարդու հետ խաղաղություն ունեցեք։ Վերջապես եղբայրներ, ինչ որ ճշմարտությունով է, ինչ որ բարբերությունով, ինչ որ արդարությունով, ինչ որ մաքրությունով, ինչ որ սիրով, ինչ որ բարի համբավով, ինչ արագություն և ինչ գողություն որ կա, անոնց մասին խորեցեք, և խաղաղության Աստվածը ձեզի հետ պիտի ելա։ Ամեն։ Աղոթենք։ Փառք կտանք քեզի մեր խաղաղության Աստվածը։ Փառք կտանք քեզի դեր, որ թուն միածին որդիդ աշխարհ ղրգեցիր, Տեր Հիսուս Քրիստոս, որպեսզի մեր մեղքերուն համար իր թանկագին արունը թափեց և մեզի ու զավակները դրավ և մեզի արժանացուց և գրցանք քեզի դեր մեր հայրը ոչել աս կարելի դարձավ միան Հիսուսի արյան արժանիկով որքան փառքան քիչ է դեր և շնորհակալ ենք ատոր համար և եկած ենք այսօր քեզ մեր երախտագիտությունը հայտնելու, մեր շնորհակալությունը հայտնելու քու ըրած ասկեղեցիկ կարգակցության համար, որ օդար էի և մեզի մոդիգացուցիր և մեզի հայր եղավ, որքան ուրախ ենք ատոր համար Տեր Հիսուս, որ այսօր մեր ոտքերը առաջնորդեցիր քու դանդ մեջ, որպեսզի Տեր մենք քեզ բաշխենք
եւ գանուկ բարձրացնենք։ Կխնդրենք Տեր Հիսուս, որ ընդունիս մեր բարաբանությունը, ընդունիս մեր աղոթները եւ Տեր Հիսուս ոչ թե միայն ընդունիս, այլ քու խոսքովդ մեզի խոսիս Տեր։ Եվ մենք Տեր Հիսուս միայն լսողներ չլան, քու զավակիդ միջոցով քու խոսքդ կարոզը, այլ քու ցայնը լսենք իր ցայնի միջոցով եւ ոչ թե միայն լսողները լան Տեր, այլ խոսքդ կատարողները լան։ Եկած ենք այս հարավոտ հոգնած ճշյալ եւ գիտենք որ անձրևները շնորհական մեզ կթույլցնեն, կնճեցնեն, բայց գիտնալով որ մեզի օգտակար է եւ քու անձրևները դեր եւ օրդության պատճառ կլա մեզի եւ եկած ենք Տեր Հիսուս որպեսզի քեզ մենք խնդրենք մեր նյութերը ունենք շատ նյութեր դեր մանավանդ կհոթենք այս հարավոտ Թագուհի Քրոջ համար որ ինգած է եւ վիրավորված է կխնդրենք որ դեր դու իրեն մոտ կաս զինքը զորացնես դաստուրես եւ ցավեր դետեցնես Պարկուդան Տեր Հիսուս Մարիամ Քրոջ համար որ ավելի լավ է եւ ավելի Պարկուդակեզի եւ կխնդրենք որ դեր շարունակես իրեն հետ լալ ավելի զորացնել եւ գաղթենք նաեւ հիշես մանուշակ կույրը, զինքը իր ոտքերը ավելի զորացնես և առողջացնես։ Հիշես Տեր Հիսուս Ադրինե կույրը և իրեն բոլոր դժվարություններում մեջ դու իրեն մոտ կաս և իրեն կաչալերես և զորացնես և կատարյալ ինչ որ ցավեր ունի առողջացնես կատարյալ դեր։ Եվ Տեր Հիսուս այսօր կխնդրեմ որ դու մեզ ամեն մեկուն Զգալի դարձնես քո ներկայությունը եւ փառքուտանք եւ գաղութենք Տեր Հիսուս կալ շաբթվա մեզ պատրաստես մեր շնորհակալության հոգին հայտնելու եւ քեզմով ուրախանալու քանի որ Տեր Հիսուս դու արժանի ես մեր բարապանության եւ մեր աղոթներու եւ խնդրենք որ Տեր Հիսուս այս պաշտամունքը սկիզբը մինչեւ վերջ ցերկերում մեջ առնես մեր բարապանությունը նպատակները բոլոր անոնք որ բաժին ունին երկինքեն օրնես, պարկիտ համար Տեր Հիսուս, ամեն։ Այսօր երկեր ես մի առաջնորդեմ, ես վարժված չեմ մակրոֆոն բռնելու, բայց okay, զորվին, ինչպես պիտի զորվին, ընելով, և ինչպես աս մի քանի օրը անձրևները մեր քաղաքի վրա Արադ է, բայց Այսօր մեջ ալ դերոջ օրնությունը Արադ է։ Costa
Tu
35 Երկրսե Հիսուսը ինձ հաստատուն վեմ եւ եթե մենք մեր վեմը հաստատուն չէ մեր յանքի վեմը մեր յանքը ելևեչներու վրա է մեմը ուրախ, մեմը դխուր, մեմը աչքով, մեմը ծաղկով մեկը պամը գսե շուտ մը գնևին մեկը պամը Չարդահայտվեցա մեր հոգին գխրովի և որ հոգին գխրովի եկեղեցի չենք կար կարծես թե եթե մեկը մյուսին նեղացուց ասված զիրեն նեղացուց կարժե որ մեր կյանքի վեմը Քրիստոսի վրա այս ժամանակ ու այն եք բան մեզի չի խանգարել Եվ պիտի ելնան խանգարում են, ամեն օր պիտի ելնան, բայց եթե Հիսուսի վրա հաստատված ես, շիդակ վերի վրա, այն ժամանակ հովեն մոտորի են չես հաստատում, ամեն Okay, so այսօր կարդալու եմ Philippians chapter 4 verses 6 to 7. Don't worry about anything. Instead, pray about everything. Tell God what you need and thank Him for all He has done.
Then you'll experience God's peace, Եվ կտեսնեք Աստծո խաղաղությունը, which exceeds anything that we can understand. եւ կանցնի ամեն բան, որ մենք մեր հասկացողությունով ենք շարժվում։ His peace will guard your hearts Իր խաղաղությունը կպաշտպանի մեր սրտերը, and minds միտքերը, as you live in Jesus Christ. ինչպես որ մենք ապրենք Հիսուսով։ So, prayer brings God's protection over your life. Աղոթքը բարձրացնում Աստծո ծածկոցը մեր կյանքերի մեջ, When you give Him your worries, fears, երբ որ տալիս ես քո հոգսերը իրեն, and things you can't control, բաներ, որ մեր ձեռքի մեջ չի, you place yourself safely in God's hands. եւ խաղաղությամբ Աստծո ձեռքերի մեջ ենք։ God doesn't just hear you, He also covers you. Աստված ոչ միայն մեզ լսում, այլ մեզ ծածկում է։ We pray when we need to make big choices, Մենք աղոթում ենք, երբ որ մեծ գործեր ենք ուզում անենք, when Satan gets in our way, Satan. Satan. Երբ որ սատանան մեջ դեն նահելնում, We need strength to fight temptation, մեզ ուժապետ, որ բոլոր փորձությունների դեմ հելնենք, and when we want to help others in their faith. երբ որ մենք էլ ուզում ենք օգնել ուրիշներին իրենց հավատքի մեջ։ So when you pray, you give the fight to God. Երբ որ աղոթում ես, պատերազմը տուր Տիրոջ ձեռքերի մեջ, Prayer is God watching over you. աղոթեք Աստծո զորավոր ձեռքերը ձեր ծածկոցում պես։ Ամեն։ Նախքան աղոթքը ինձ կարելի է եղբայրներին առաջ կանչենք, Մայք եղբայրս, Հակոբ, եթե կարող եք առաջ գալ։ Իմ տշեցիք ստեղ։ Dear God, thank you for everything you've done. Thank you for dying on the cross for us and keeping us safe. I thank you that everyone made it here safely. Please bless this money, bless our week, and keep us all safe. In Jesus' name I pray, amen. Բարելույս բոլորին, Գարչինցի դգար միկրոֆոն տվացին, բայց այս միկրոֆոն ավելի լավ է, չէ՞, լավ գլսեք ինձ։ Այո։ Մեգավոր առաջին անգամ եկու կա, կսենք տարոցանը։ Ամեն անգամ որ ասպես կսեր, աչքերս լավ չի տեսնալ երբներ։ Եվ որ ասկե 6-7 ամիս առաջ դստել եմ TV-ին, TV գայդ է գտարցնեմ, որ նայեմ ինչ կա, ինչ չի կա, չեմ ունա կարտա։ Ondan dergesi. Dolayısıyla ուրեմն TV-ս բզդիկ է։ Կացի մեծ TV մարի։ Ուրեմն ադի չէ, TV-ն չէ։ Ես անոր համար եմ որ արցնեմ մեկը նոր է, երկումները գլավ, որ ետևը նստողները լավ չեմ տեսնակ, բայց բոլոր դա ոսեք դերորդն է ծեզ։ Աս քիչ առաջ զորավոր անցրել կար, չէ՞, որ Արամը սկսավ խոսիլ։ Այո։ Ասի որ արդյոք Արամեն է, չեն է ինձ։ Դերորդության անցրել է։ Այո, երկեցինք անոր համար ասված անցրելներ երկեցինք։ Երեք Պեսեդինա իրենց տարեկան ճաշկերուտ եղավ, ես ներկա էի,
բավական մարդ կար եւ այս առավոտ իրենք ժամը 9-ին բաշտամունք ունին անգլերեն ես ամեն գիրագի արդուժ 9-ին հոնգերտա 10-ին 10 մնացած կծկենք եւ հոնուտ գիշտանք եւ արդու անցրել կար եւ երեքալ ճաշկերույթ կար մինչեւ 9:10 դեղեց Ընդառավես եկեցի 10 անցրևոտ օրերուն մարդիկ կպացակային եկեցի են հավաս չի գա քշելու բայց եկեցին սովորականին ավելի լեցուն էր այսօր աստծո փառք տալու պատճառ է որ անցրևը պատճառ պետք չէ նա մեկ աստծո հետ հանդիպելու աստծո փառք տալու շնորհակալություն հայտնելու Քիչմա կարող կարդնաս ավելի սկուշ կքշես, բայց տերոջը դունը ուկաս։ Այս շաբաթ գրեթե ամեն օր անցրև իդիկա, չէ։ Սո պատրաստվինք, և մենք կալ գիրագի ինչ ունինք, հարսանիք, զասված բաշտելու և մեր շնորհակալությունը հայտնելու բայց միասնաբար միասին ուղղելու և Տերը վաճտելու։ Սո ուրեմն կալ գիրագի ժամը 12-ը, որ իսենք պաշտամունքը գվերջանա, ասի շուտ մը պիտի փոխենք, մենք վարժված ենք, և շուտ մը գվփոխենք, և սեղան գնստինք, և միասին ինչ կուտենք, հավ, Galbas. Turkey. Hıtkahal. Եվ հայդակիր ունենք մեր բադանիները գիրակնորյան մեզին ուրախացնեն, արդասորություններով, երկերով և ասված պարտալով։ Եվ ասի առաջին եկեղեցին ամեն օր գներ, բայց մենք կոնե, կանի որ երկիրը ատպես կնե, արիթը մենք չենք ուզեր պաղցնեն, մենք ամեն օր աստծո շնորհակալ ենք, ամեն վարյան շնորհակալ ենք աստծո, բայց անի հավաքական ձևով միասնաբար պիտի ենենք։ Եվ քանի դարիներ եղավ, որ աս մեկ բանը չեն մներ, և մենք սովորություն ունեինք, դարին 2 անգամ անդամական ժողով ունենք։ Դարվա սկիզբը ընդրության ժողով գնենք, հոգապարտության ընդրություն գնենք։ Դեկտեմբերին ինչ գնենք, անդամական ժողով գնենք, երկը ու դեղեկության անդամական ժողով։ Դեղեկությունը թե նյութական դեղեկություն գնանք, թե ամեն մասնաճյուղ դեղեկություն գուտա իրենց մասնաճյուղեն։ Հիմա գիտենք, որ Եդևը գիրակնորյան ամեն գիրագի հավադարին հարսանիք ունի։ Ինչեր գիտեմ, ամեն գիրագի լահմեջում ուտեն։ Մենք պիցա կուկա հոն արջևը, մենք մեդեստաս լահմեջում կուկա, մեդեստաս բրեկ կուկա, ուրեմն անուք ավոր կեվ են անուք։ Ուրեմն իրենց մասնաճյուղեն դեղեկություն պիտի Քույրերը դեղեկություն պիտի տան, եկեղեցին դեղեկություն պիտի տան, դեղեկության պաշտանունք պիտի ունենան ամսուն 7-ին դեկտեմբեր 7-ը Իրագի պաշտանունքեն վերջ ոս պիտի ունենան։ Լայմաջում պիտի ունեն։ Եվ վերջը դեղեկությունը պիտի ունենան, և կալ դարվա սկիզբը ընդրություն պիտի ունենան, որբեսի մենք գիտեք աս կովիդը մեր շատ բաները խանգարեց, բայց թույլ պիտի չի տան, որ սատանան մեզի քնցնելով չէ։ Մենք մեր բնական հոգևոր սովորություններ պիտի պահենք, եկեղեցական կարևոր գործունեությունը,
բոլորիս ադեղյա գնամ անցու դարձել։ Մենք ընտանիքներ ունենք ամեն մեկենից եւ մենք ամեն ընտանիքի մեջ հոթել չեն։ Այլուկա գերտա զավալու կտեսնա կամ չտեսնա անակ բար չեն գներ, գահավակվենք, միասին ուտենք, միասին խորհրդակցենք, հարցեր կանենք եւ ճիշտ ադիպ լինենք անցույոտին, եթե այն ժամանակ հարցումներ կա, պիտի լսենք, պիտի պատասխանենք, պիտի խորհրդակցենք եւ շատ երկար չպիտի տևե, բայց ամսույոտին պիտի խնդրեմ, որ միտքի ունենանք բոլոր անդամները, որ ժամը Başlamukın yetkı mınak yasinindek yev devletcan başlamukı şarnakı. Amen. Çek morga işatsının sezin more. Anklerin yer. Amen. Մինչև կողքոտը, ես արդեն հայերով երկում եմ։ Ես ոչ եղբայրը իմացա է, մեկից մի բան միտքս եկավ, ասացի շուշուտ բացեմ, մինչև միշան բանանի մի հատ պատմություն ձեզ հետ կիսվեմ, ուրեմն մի հատ ատեիստ անկարում մանր գալիս իրա համար քայլում էր, մեկ էլ արջի ձայներ սկսեց լսել և շուր եկավ տեսավ հեռվից մի հատ մեծ գրիզլի բեր, մեծ մի հատ արջ դեպի իրանը գալիս ու սկսեց վազել իր կյանքի համար ու սկսեց վազել
Վազեց շուրեկով տեսավ մոտենում ավելի արջը։ Մի քիչ վազեց տեսավ ավելի մոտիկանում արջը։ Արդեն այնքան է որ տեսավ բերելա հերերս գոռաց Աստված ինձ օգնի։ Աթեիստը։ Այդ պահին ամեն ինչ կանգնեց, արջը ձեռքերը բացատոտում կանգնեց եւ Աստված բան պատասխանեց, ասեց. Դու ամբողջ կյանքդ ինձի չես հավատացել, աթեիստ ես։ Ամբողջ կյանքդ ինձի ծաղրել ես։ Իսկ հիմա կանչում ես ինձի, որպես ինչ։ Հիմա կանչում եմ քեզի, որ արջին քրիստոնյա սարքես։ Ասում Աստված շատ բարի։ Ու արջին քրիստոնյա է սարքում։ Այդ պահին շուրա գալիս տեսնում արջը այսպես անում։ Ձեռքերը բերում է իրար հետ մոտի, ասում է. Հարկ եմ տալիս Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, որ ուտելիքը պատրաստել ես ինձ համար, ու աղոթում է, իրան ուտում է։ Okay. So, հարց, դուք աղոթում եք նախքանցի ճաշ ուտելը։ Որ ես երկը սկսեց, ես մեկից հիշեցի, որ նոյն այդ գնացել են Կատալինա այգին։ Տեսնում եսի։ Գնացին իրար հետ, մեկ, երկուս, երեք, խաչի մոտ, ծակեց, սալավոր, և կտարկում էր գերիտ, Այսպես իրար հետ երկում ենք, խաչի մոտ, կապիկություն ենք անում իրար հետ, ըստեղ ինքն է իր ադամը տնգել, ըստեղ է տնձանելու համար ես իրան պաչիկ տվեցի։ Պարտիդը չէ։ Ասո երկերը մեզ հիշացնում են, շատ անգամ մի երկ կարող ալսեմ, ու մեկից տանում է 10, 20, 30, 40 տարի առաջ ու հիշում եք, շատ անգամ մեքենայի մեջ կես մի երկ լսես կես տեղերա տան, չէ, հիշեցնում է տարբեր բաներ, հոգևոր դաշտի մեջ նույնպես իրեն էր։ Այսօր Տերը խոսքը սրտի մեջ շարունակելու ենք Ղուկաս 10-րդի մեջ, աղոթքով սկսենք, ամեն խնդրենք Տերը, որ օրհնի այս խոսքը, եւ Սուրբ Հոգով առաջնորդի, փառք ենք տալիս քեզ, շնորհակալ ենք Հայր իմ Աստված, շնորհակալ ենք քո տանը մեջ եմ եղբայրներիս քույրերիս հետ, եւ այս խոսքը, որ պատրաստված ունեմ այսօր Տեր քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ եմ խնդրում, որովհետեւ մենակս չեմ կարող ես ոչ մի բան անել, քեզ մով Տեր իմ Աստված ամեն բան կարող եմ անել, քո առաջնորդությամբ, քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ, խոսիր իմ եղբայրներիս քույրերիս հետ եւ թող խոսքը Տեր վերցնի մեր մտքերի, մեր սրտերի մեջ։ Զորացրու ամեն մեկից Հիսուսի անով եմ ամենը խնդրում։ Ամեն, ամեն, հալելույա։ Եվ այսօր մեր երիտասարդների հետ պաշտամոքից հետո հանդիպելու ենք ստեղ փոքրիկ 10 րոպեանոց ուզում հիշեցնեմ, որ մենք ծրագիրներ ենք ուզում ծրագրենք երիտասարդական խումբ բարձրացնել։ Աղոթող եղեք այդ քայլի համար, որ սատանայի ամեն մի ծրագիրները քանդվի եւ վերադեպի եւ իրան դժոխ, որտեղ իր հասցենա, այնտեղ էլ կոմեդատորներից դուրս չգա։ Հալելույա։ Ուրեմն կարդալու ենք Ղուկաս 12-րդ գլուխ, it's going to be in chapter 12 again, ես մի քանի իրակիները Ղուկաս 12-ից են ձեզ հետ կիսվելու, ընդամենը 13-ից 21 համարը, որը ստեղ այս դարի, այս օրվա, այս ժամի համար շատ կարևոր է։ Ժողովրդի միջից մեկն ասաց վարդապետ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի, եւ նա, այսինքն Հիսուսը, ասաց նրան, մարդ, ով է ինձ ձեզ վրա դատավոր կամ բաժանող կարգել։ Եվ նրանց ասեց, տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր ունեցվածքի շատության մեջ չէ։ Եվ նա առակով խոսեց նրանց հետ ու ասաց. մի հարուստ մարդու արդն առատ բերք տվեց։
Նա ինքն իրեն մտածում էր ու ասում. Ինչ անեմ, տեղ չունեմ, որ բերքս ամբարեմ։ Եվ նա ասաց. այսպես կանեմ, կքանդեմ շտեմարաններս եւ ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կամբարեմ իմ ամբողջ բերքն ու բարիքը։ Եվ իմ անձն կասեմ, ով անձս երկար տարիներ համար շատ բարիքներ ունես ամբարած, հանգիստ արա, էսի նավ գիտեք, չէ, կեր, խմի, կեվ արա, ստր գրացա կեր խմի զվարջացի, բայց գիտես, ասում են, կյանքը կարճա, կեր խմի, կեվ արա, շատ եմ լսել ես սեղանների վրա, բայց Աստված նրան ասաց անմիտ այս գիշեր հոգի քեզնից պիտի պահանջվի, հետո ում պիտի մնա այս քո պատրաստածը։ Այսպես է նա, ով իր անձի համար գանձեր է դիզում, բայց Աստծո հանդեպ հարուստ չի։ Ինչպես որ գիտեք, ես անցյալ կիրակի օր ասեցի ամփոփեմ շատ կարճ ձևով, որ տարիներ առաջ Սակրամենտոյում էի եւ այնտեղ գնացել էինք ավետարանելու եւ այնտեղ գիշերը հյուրանոցում ես երազը տեսա, լույս եկա բեմի մեջը Ղուկաս 12-ն էր, որը ինձ համար կյանքի ճամփորդությունն է։ Այստեղ Հիսուսը 1 ամիս է մնացել, որ իրեն խաչելությամբ պիտի տանեն եւ իր աշակերտներին ինքը ճանապարհը ցույց տալիս, խոսքեր ակերում եւ այս բաժինն էլ կա մեջը։ Ինչու այս բաժինը շատ կարեւոր։ Շատ կարեւոր է, որովհետեւ այսօր մենք ապրում ենք այնպիսի մի քաղաքի մեջ, որ շատ զբաղված քաղաք է։ Եվ եկեք ձեզի ինչով որ սովորելով նայելով այս խոսքից կիսվեն։ Երբ գնանք Ղուկասի 12-րդ գլխի 13 եւ 14 համարները նայեք ինչ է ասում եւ անգլերեն հայերենով ես թարգմանելով կանեմ որ բոլորս բարձ հասկանանք։ Այսօր հետաքրքիր լվաճ եղբայրը ասեց 3 Փասադենային որ եղավ այդ ճաշկերույթը տունելով եկեղեցի գործերը հավատալությունը Աստծո եւ այնտեղ մի հատ պատանի աղջիկ ելավ եւ հայ լեզվի համար խոսեց արտասանությունը այս շատ գեղեցիկ ձևով տատիկի համար 93 տարի ծառայել է եւ շատ արթուն շատ երանդույն տատիկ եւ վերջացեց հայ լեզվի մասին եւ հետո շարունակեցինք անգլերենով։ Եվ ինչն է, որովհետեւ ստեղ ենք մեծանում սիրներ։ Եվ ստեղ մեծանում շատերս օտոմատիկլի անգլերենով ենք խոսում, տան մեջ ալու տեսպես է պահպանենք մեր հայ լեզուն ինչքան որ հնարավոր է պայքարենք իսկապես, ինչպես որ մեր փոքր երեխեքին հենց որ սկսում են անգլերեն խոսալ ինչպես, շարունակում են ինչպես, հայերեն կխոսեն, կասեն ու կշարունակենք, որ իրանց մեջը գոնե հայերենը տպավոր, որտեղ գիտենք, որ Ամերիկայում ենք ապրում, անգլերենը կա ու կա, բայց այսպես է, այստեղ ենք ապրում, դրա համար ես սիրում եմ այնպես, որ հայերենով, անգլերենով մինչև որ Տեր առաջնորդի եւ մեր անգլիախոս եկեղեցին կարա ծնվի եւ բարգավաճի։ Մինչ այդ ասելով այդ բոլորը կարդամ նորից 13-14 համարները, ուրեմն ժողովրդի մեջ է ալնում եւ մեկը վեր է կանում եւ ինչ ասում, ասում է վարդապետ իմ եղբորը ասա որ ժառանգությունը ինձ հետ բաժանի խնդիր ուներ իրար մեջ Հիսուսը եկել է քարոզում, ոնց որ ես մակարոնից մեկը հենի ասում է Բարձրացան ասի իմ ու եղբորս մեջ մեր ժառանգությունը ասա որ բաժանվի ինքը ակլ ասա փողոց մտանի եւ Հիսուսը պատասխան է տալիս եւ նա ասաց նրան մարդ ով է ինձ ձեր վրա դատավոր կամ բաժանող կարգել Problems like this were often brought to the rabbis for them to settle ինչու համար էսի բարձրացած որովհետեւ Հիսուսին ռաբոնի բարի ուսուցիչ որպես ռաբոնի Բարձրաձայն ասում եմ, որ այգովտև շատ անգամ հենց այդպես է եղել գնացել են այնտեղ, թե այսօր ասենք հովիվի մոտ կամ գնում են բան, որ միջբերում լինի։
Իրանց օգնի որ բան, բայց Հիսուսը ուրիշ է ձևի է պատասխանում։ Ոչ թե թեման է փոխում, ուրիշ ձևի է իրանց պատասխանում։ Jesus does not respond directly, but he doesn't change the subject either. Jesus is pointing to a higher issue. Ավելի բարձր թեմա է ուզում, որ իրենք հասկանան։ Այսինքն արմատը եկեք գտնենք։ Let's find the root. Ինչու չեք կիսվում իրար հետ։ Ինչն է պատճառը։ Ոչ թե ես գամ ձեր մեջ տեղ կանգնեմ, ձեր դատավորը լինեմ։ What's the problem? Այսօր այս դարի մեջ ինչն է ֆինանսը վերում, ինչ խնդիրներ ա վերում։ Շատ անգամ, երբ որ գալիս այն պահը, որ պիտի ֆինանսի գա, թե եկեղեցու մեջ, թե աշխարհի մեջ, ֆինանսը շատ հեշտությամբ մարդկանց խանգարում է։ Ֆինանսի պատճառով խնդիրներ են առաջանում, ֆինանսի պատճառով խռովություններ են առաջանում։ Ինչու համար։ Ես շատ անգամ ասում ավելի լավ է կորուստանամ, քան թե խռովություն մի ընտանիքի մեջ, ընկերության մեջ, ինչն է սրա պատճառը, ինչն է կարիքը։ Ավելի լավ Աստծոս փակտա, որտեղ իր bank account-ը այնքան մեծ է, որ ամեն բան, ամեն մի կարիքն է կարող է մեզի տալ եւ ամեն ձևով մեզի ապահովել։ Դրա համար դուրս եկավ ինչ թեմա, որ Արամը մեզ հետ կիսվեց։ Ամեն բանի մեջ աղոթող լինենք։ Եթե այս մարդը Ռաբոնի ինչը դիմեր եւ Աստծուն դիմեր, կարծիքով ավելի հեշտությամբ իր խնդիրը կլուծվեր, ավելի հեշտությամբ ամենը։ Բայց արմատ կա այստեղ։ Ինչն է արմատը։ Սերի եկեղեցի։ Life is more than material goods. Կյանքը մատերիալական բաներից ավելի է։ Far more important is our relationship with God. We make decisions according to our own understanding instead of putting it into prayer before God. Մեր փոխհարաբերությունը Աստծուն հետ ավելի կարևոր է։ Սա է Տերը ուզում փոխանցի։ Ասում դուք կստեղ երկու եղբայրեր կներեք անում, բայց եթե Աստծով շարժվեք, ավելի կարևոր է դա, ավելի ձեր համար ձեռնատու է դա, քան թե այս բաները չի ասում, որ չես թե չեն կարող լուծել այս թեման։ Մենք ինչ որ որոշում անում ենք, աղոթքով պետք է առաջնորդվենք։ Երբ որ որոշում ես անում ֆինանսական, մի վստահիր քո հասկացողությունը։ Աղոթքի դեր Աստծուն, թող Տերը խոսի։ Սերն է խոսքը ասում է։ Աստծուն խոսքը ասում է, take captive of your thoughts. Captive, այսինքն ձեր փակալի նույնիսկ արմատը ասում է։ Այն միտքերը, որ սատանայից է, ձեր փակալի, որ քեզից շեղի։ Սերը, եթե մենք կարող ենք, եթե սատանան կարող է մեր մտքերի մեջը մեզ միտք տա, Աստված ձեզի չի կարա Սուրբ Հոգին խոսի։ Եվ ձեր մտքերի մեջը միտք տա, որ իրանից է։ Մեր մտքերի մեջը 3 ճանապարհ կա։ Մեկը Աստծոց է, բայց պետք է զանազանես եւ Տիրոջ հետ փոխհարաբերություն ստեղծես, a relationship with God so that you can understand, discern his thoughts, his voice. Not his audible voice, ոչ թե բարձրաձայն ձայն, այլ Աստծո առաջնորդությունը, որ երբ որ աղոթում ես մի բանի համար, ոչ միայն Աստծո էջերը կթեթև եւ կխոսի Տերը քո հետ։ Տարիներ առաջ, երբ որ սկսելու էի Լաս Վեգասում հայկական ճյուղը ավետարանական եկեղեցու, այնտեղ ես եկա Տեր իմ Աստված ասեցի։ Ինչպես եք առաջնորդվելու, ինչ ես ուզում, ինչ ես անում, եւ բացեցի Աստծո խոսքը, ասի, ես եմ ուզում կարդամ եւ գիտեք ինչ է։ Ասեց, ես քեզ կօգնեմ, ես կօգնեմ նրանց, ով քեզ օրհնեն եւ կանիծեմ նրանց, ով քեզ անիծեն։ Վաու, դե ես չեմ ուզում անիծես ասել ոչ մի։ Ես ուզում եմ, որ բոլորն էլ օրհնվեն իրենց հոգեվոր աչքերը թող բացվեն, քո ճանապարհը ճանաչեն։ Ինչպես Պաչի եղբայրը ասեց, շատ հեշտությամբ ներվում։ Ինչու համար պետք է ներվենք։ Պետրոսը եկավ ասեց 7 անգամ Տեր իմ Աստված պետք է ներեմ, քանի անգամ ներեմ նույն մարդը, այսինքն եկեղեցու անդամ եղբայրս ասում է, քանի անգամ եղբորս ես պիտի ներեմ։ 7 անգամ, ինչու որտեղ օրենք կար։ There was a law in Hebrew, in Jewish people, where after 7 you don't have to.
7 անգամ ներողից հետո կա, դրա համար 7 կա, բայց Հիսուսն էլ նոր օրենք կա դնում 7 անգամ 70-ը ներել ինչու, եւ դա մեկ օրվա մեջ 490 ինչքան գիտեմ թե calculate այս ամեն 3 րոպե մեկ պիտի ներես։ Այսինքն Տիրոջ խոսքն է, որ ներող սիրտ ունենանք։ Ներող սիրտ ունենանք։ Ես տարիներ առաջ, որ նոր սովորում էի, այս կնոջ անունը հիշում եմ, Robin Lemon, Lemon-ը գալ չեմ նորանա, Robin Lemon-ն անունը և մարգարեության դասավանդություն էր, ինչպես մարգարեական խոսք, ասեց որ ասեց խոսք տաս, և նստած էի, և ինձ ասեց, ինչ չէր ճանաչում, ասեց ոտքի կանգնի, հենա ոտքի, ասես տերը այս խոսքը դա ես սրտս մեջ ուզում ասեմ, ես նայեցի քեզ և ռոմայական զինվոր տեսա, հագուստը բերել ռոմայական, բայց մեջքիդ հետև ասեց շատ դանակներ և հարվածներ եմ տեսնում։ Ասի օքեյ, բայց կանգնած ես ասեց, զորավոր ես և շարունակում ես։ Հիշում եմ, ոնց որ just like yesterday։ Եվ տարիների ընթացքում հատկապես երբ որ հովիվ դարձա Լաս Վեգասում, հիշում եմ Պատմելի Մատոսյանի ինչքան ինձ քաջալիր էր դժվարությունները, որտեղ առաջի անգամ հովիվ եմ, ես եռանկությամբ մտել եմ եւ ուզում եմ ծառայել, այսպես այնպես փողոցներն եմ ընկել, ինչ հայ հանդիպում Լաս Վեգասում, սկսում եմ ծանոթանալ այսպես այնպես եւ այլն, բայց ընթացքում այնպիսի հարվածներ ունեցա որ նոր հետո հասկացա, որ գիտեք սիրելիներ, ես, դու ամեն մեկս հարվածներ ենք ստանում մեր ծառայության մեջ։ Հարվածներ ենք մենք ստանում մեջքից։ Եվ այդ հարվածները Տերն ամեն մեջ կծածկում։ Աղոթեք դրա համար հատուկ։ Ինձ իմ հովս կգա կասեր, pray for me, ներսես, pray for my back։ Իմ մեջքիս համար աղոթի։ Ծածկոցիս համար աղոթի, որ ծածկենք մեկս մյուսին, աղոթումը խոսքը մեկը մյուսի համար աղոթենք։ Հալելույա, փառք Տիրոջը։ Դրա համար ամեն բան մենք պետք է աղոթքով, put it into prayer, Հիսուսը դա էր ուզում այս երիտասարդը ով որ էր, որ հասկանա աղոթքով։ What Jesus is saying, we need to change and grow in our attitude towards issues. Ընտանեկան, եկեղեցիական, աշխատանքի մեջ, we have to change our attitude. Մեր մոտեցումը, եթե մենք չփոխենք, ոնց ես ուզում մթնոլորտը փոխվի։ Չի փոխվի։ Մենք ասենց մի անգամ motivational speaker if you don't change, nothing will change. If you want things to change, you have to change. Եթե դու ուզում ես մի բան փոխվի, Երանի շատ բաներ ասում ենք խոսում ենք, բայց նորից Վաչի եղբոր քարոզի աղոթքի մեջ doers of the word, կատարենք խոսքը, ոչ թե միայն լսենք, հաճելի է լսելը։ Ես Աստվածաշունչը չի սիրում կարդալ, երբ որ երիտպատանի կամ երիտասարդ։ Սիրում էի լսել։ Ու երբ որ պապաս ինձ խոսքը կկարդար, ինձ կսովորացներ, ես լսում էի։ Դուրս գալիս եմ, բայց բարձր գիրքը կարելի։ Այսօր ես այնպես եմ ուզում անել, որ ամիսը գոնե ամիսը մի հատ գիրք կարդամ։ Տարբեր թեմեր, հետո գիրքը կարդացածը մեջ է, գծել եմ անում, հետո վերջում եմ գրում եմ առանձին ժուրնալի մեջ, ու այդպեսով ինձ միտքիս մեջ լսնում այնձի որոշ բաներ։ Հետաքրքիր էր, մեկ սենց գալիս է մտքիս մեջ, Uber քշելուց մի հատ երիտասարդ աղջիկ մտավ, ասեց ես գնում եմ խնջույքի, I'm going to a party, and in this party my ex-boyfriend is going to be there. And I don't want to see him. Չեմ ուզում, բացում այլ սիրտ ինձ հետ, գնում եմ, մտմս ասում եմ, եմ գնա։ Բայց ուզում է գնար, բայց ընդեղ կարող է էքսպոսը, հետո ասում է, ինչ խորհուրդ դու կարաս տաս ինձի տղամարդու հանդեպ։ Ասեցի հարգանք և պատիվ տուր, Աստվածաշունչը սկսեցի խոսել։ Եթե ուզում ես մի տղամարդուն դու մոտենաս, հարգանք և պատիվ տուր, եթե ուզում ես իրան չխայնացնես, disrespect him։
Եվ քո կարիքներ կլինի սեր քո հանդեպ, քեզի սիրի։ Unconditional love։ Առանց Աստծո խոսքերը ասելու, ես Աստծո խոսքն եմ իրեն փոխանցում։ Երբ որ վերջացանք, իրան իջացեցի, thank you for the wisdom. You are a very, very wise man, ասեց։ Շատ իմաստուն մարդ ես։ Հետո դուրս ասի, դեր իմաստը, չգիտի մեջքին ովական միած։ Դու ես իմաստությունը որ տվի, ես փոխանցեցի։ Բոլոր ճանապարհի ընթացքում մեր կյանքի մենք կանչված ենք, ինչպես որ Հիսուսը այստեղ կանգնում այս երկուսի արանքը եւ ասում է, ես ձեր դատավորը չեմ։ Բայց եթե դիմենք վերինին, ամեն բան կդասավորվի։ Մեր attitude has to change. There's a saying here in America, American խոսք ասում է, you can't teach an old dog new tricks. Չես կարող մեծ շունին սովորացնել նոր խաղեր բաներ անել, tricks. Okay? I don't agree. Ես չեմ համաձայնում դրա հետ։ Կարող է շունին անել, այսինքն մարդու են ասում, երբ որ մարդիկ մեծանում են, չեն ուզում փոխվել, մի բանի սովորում են, այո, բայց attitude, if you choose to change, ես հավատում եմ դրան, I believe that yes, we can change. It's called the teachable spirit. Եթե մենք սովորող հոգիով ենք մոտենում, կսովորենք. If you're too busy defending what you know, you will not grow. Եթե մենք ամեն ինչ որ գիտենք, ես պաշտպանում եմ, որտեղ մի քանի բան գիտեմ, check, աճը կանգնեց. My goal is to remember, and I know that խոսքա չէ, մենք ինչքան ոմանք լսել եք կամ ասել եք, էսի բալես ականջի տողարա։ Եկավ լավ խոսքերն եմ իմ ականջից լիք, ասում, եթե հիմա օղեր իսկական տեսնեք, իմ ականջից օղեր կան։ Որտեղ խոսքեր են, որ ինձ առաջնորդում են կյանքիս մեջ։ Ունենալ սովորող հոգի պետք է խոնարհություն։ Առանց խոնարհություն չես կարող ոչ մի բան սովորես, որտեղ ես գիտեմ։ So long as a person has a humble, teachable spirit, he or she will always grow. The answer is often not the one we're looking for, but it is more effective in helping us trace God's hand in our lives. Այս եղբայրը որ ուզում էր բաժնացնել իր ժառանգությունը, Աստծո ձեռքը չէր տեսնում կյանքի մեջ. That comes from prayer. That comes from a relationship. Մենք երբ որ զավակ ենք ունենում, երեխա ենք ունենում, մենք չենք ունենում երեխա, որ տունտունիկ իր հետ խաղա։ Մենք չենք ունենում երեխա, որ ծեծենք իրան, դաստիարակենք իրան։ Մենք երեխա չենք ունենում, որ պաչենք թույշ առավոտից իրուն։ Մենք ունենում ենք երեխա to have a relationship. Եթե խորը նայես, the bottom line is a relationship. Ինչպես որ Տերը մեզ ստեղծեց to have a relationship. Հակոբոս գրքի մեջ է, you draw near to me, I will draw near to you. Եթե դու ինձ մոտենաս, ես քեզ կմոտենամ. That's how you can hear him in your thoughts. Երբ որ չարիքա միտքդ գալիս, իմ մտքս գալիս, մեկ-մեկի քշելու ժամանակ կարող են դեմքս մեկ ապարատների կոսես ես դեպա արով։ This guy looks like he's demon possessed. Որտեղ դեմը կտրում են, անձրում է, գալիս երեց են կշում, ոցր նավա։ Բայց միտքդ վերցնում ես, սկսում ես աղոթել, սկսում ես օրհներն մարդուն, միտքդ բռնում ես, թե չէ միտքդ եթե դուռը բացեցիր, manifest into the physical. Չխայնացավ չէ առաջի մարդասպանությունը, եղբորը էր։ Նախանձությունի պատճառով սատանան մտավ, ինքը այդ միտքը չվեգանեց, այդ միտքը չձերբակայեց, captive of that thought. Եթե վերցներ եղբորը չէր սպանի, բայց թողեց, մեծացավ, ֆիզիկականի դարձավ, վստահ եղեք, բոլորն էլ բանտերի մեջ են նստածները փոշմանել են, չգիտեմ փոշմանել են, որ բանտն են գել, թե փոշմանել են, որ մարդասպանություն են արել, բայց փոշմանել են, ինչու որտեղ միտք եկավ և այդ միտքը չձերբակալեցի.
Կարդանք 15-րդ համարը եւ նրանց ասած. տեսեք եւ հուշացեք ագահությունից, greed, որովհետեւ մարդու կյանքը իր ունեցվածքի շատության մեջ չի. Jesus is saying that the good life has nothing to do with being wealthy. He's not saying don't be wealthy. Good life has nothing to do with wealth. So be grounded against greed. Բարգավաճի, օրտնվի, խոսքի մեջ գրված է enjoy the fruits of your labor. Քո աշխատանքի պտուղները վայելիր. Don't be greedy ասում է. Ագահ մի եղի. Ես զարմանում եմ, որ մարդիկ չեն բավարարվում. Աշխարհի մեջ տեսնում ենք մեր աչքերով 4 կողմը ինչքան ագահություն կա, հատկապես political leaders. Քաղաքականները ինչու են գնում խայտ տարածում, ինչ անուն իր ասում, դեմոկրատները ինչ զիբիլ կա, ինչ կեղտ կա, ասես տակից նայում են, հանում են մեջտեղ, մեկը մյուսին ինչու համար, մի $100,000 salary համար, no. Որտեղ ագահություն կա, որտեղ մի հատ որ մտան այդ օֆիսը միլիոններ են սարքելու։ Այդ ոնց է որ այս նահանգապետը Գավին Նյուսոմը $10 million տուն առնում է իր salary-ը։ Nancy Pelosi-ն 130 million stock market-ից փող անում։ Inside information? Of course. Ագահություն չի բա։ Մերն է եկե 4 ցամաք է դարձել։ Փող ուզում նա չի բավարարվում։ That's greed. Ահա որ բանը։ Որտեղ մարդ չի ճանաչում։ Դրա համար ասում արմատը սատանան չի։ Մեր թշնամին սատանան չի, որ ասում ասել։ Թշնամին է, բայց ավելի ճիշտ է թշնամին է, բայց ասում է աստծոն ես ծառայելու թե ոչ թե սատանային, այլ մանոնային փողին։ Որտեղ մի հատ որ իրան սկսեցիր մանոնային ծառայել, էլ արդեն միայն դա է քեզ կարող։ Առավոտից իրգուն հետ ես մտածում։ How many men have been so driven financially that they have neglected their family? Աշխատել։ Հիշում եմ իմ հայրս աշխատասեր մարդը առավոտյա գնում էր իրիկուն գալիս ամբողջ իր կյանքի մեջ ես իմ երիտասարդ տարիքից սպորտի մեջ եմ եղել։ Ֆուտբոլը խաղացի Հայաստանի հավաքը 10 տարեկանների չեմպիոնատը հաղթեցին։ Մի օր առաջ նախքան Հայաստանից Ամերիկա գալը։ Հայրս ինձ մի անգամ է տեսել սպորտ խաղալուց, եկանք Ամերիկա, բասկետբոլ, բեյսբոլ, միշտ աշխատել է։ Իր հասկացողություն դե փոքր տարիքից պապան մահացավ իրա։ Ներսես պապիկս, որ մահացավ իրա հալածեցին ինքը մահացավ։ Խոսքը քարոզելով, դա ուրիշ մի պատմություն, ինքը 15 տարեկանում սկսեց աշխատել ընտանիք պահել։ 5 երեխա, մաման, տատիկը։ Մեծ եղբայրը բանակում աչքը վնասվեց, չէր կարա աշխատել, ինքն էր պահում ընտանիքի 15 տարեկանում, էդ է սովորել, էդ է տեսել, բայց neglected in some ways, սիրող հոյակապ հայր, չէի փոխի իրա ոչ մեկի համար, բայց էդ էր ինքը հասկանում, մենք պետք է հասկանանք, զգուշ լինենք շատ այդքան աշխատելու համար, որ մեր ընտանիքները neglect չանեն, how many families have been destroyed? And how many men have driven themselves until they had heart attack? Չկան մարդիկ գիտեք, որ ստրես, աշխատել, և մեկը նեհում սիրտը խպեց։ Why? Because it is the exact opposite what society usually says. Հակառակն է, որ մշակույթն է Աստծո խոսքին, հակառակը միշտ։ Advertisers spend millions of dollars to entice me and you to think that if we buy more and more of the products, we will be happier, more fulfilled, more comfortable. Reklamներ ենք նայում, առավոտից իրիկուն ինչ մեքենաներ են ցույց տալիս սիրուն մեջը, այսպես մեջ այնպես եւ քաշում են։ Որտեղ գիտեն, որ դա կհաղթի, միլիոններ են դնում, ինչու որտեղ միլիարդներ են հավաքելու։ How do you respond to constant pressure to buy?
ասեմ ձեզ իսեներ, երբ որ միշտ այսպես արինում, learn to tune out expensive enticements and concentrate instead on the truly good life. Եթե ուզում ես միտքիդ բռնես ձերբակալես այդ սխալ բաները, կենտրոնացիր in living in a relationship with God and doing His work. Հիշում եք Հայաստանում էր եւ մեր պատանի երեխաներից ինքը անունը Հովանես է Սուրիայից էր եկել եւ իր հայրը ընտանիքին քահանա էր հայրը եւ ընտանիքին կնոջը ծեծում էր սխալ բաներ էր անում եւ այս տղան ասում է ներսես եղբայր ասում է շատ անգամ դպրոցից ասում է մեկ փամփուշտի ձայներ լսից ականջից մոտով անցնի եւ վերջապես հիմա այդ նույն երիտասարդը պատանին դառնա երիտասարդ եւ այսպես մի բան ես նստած լսում եմ ինքը մյուս երիտասարդներին խոսում ասում է երբ որ պորնոգրաֆիա է մտքիդ մեջ է գալիս որ ուզում ես նայես հեռախոսից մեջ աստծո խոսքը բաց wow ասեցի I remember it 21, 22, թե 23 տարեկան եւ գիտեք ինչ մեծ խնդիր է այսօրով այդ պորնոգրաֆիան փոքր երեխաները հեռախոսով կտ անում են եւ մեջը կան Աստծո խոսքը բաց open the scriptures that'll settle your spirit նույնպես է ամեն բանի դեմ build your relationship with God 16-ից 21 համարները եւ նա առակով խոսեց նրանց հետ եւ ու ասեց մի հարուստ մարդու արդն առատ բեր տվեց գիտեք ես մարդը բերեց ահագին ունեցավ եւ ասեց ուտեմ խմեմ քեֆ կանեմ ես այ ամեն ինչը դասավորված է Հիսուս ասում է այն ինչ ես խոսում ես գիշեր գնալու ես դու նայեք the sad thing is this story is the whole one is պատմության մեջ մարդու կարծիքը men's opinion of himself and God's opinion մարդու կարծիքը his opinion is I got it made Աստծո no you fool do on meat ինքը կարծեց դզած ամեն ինչ եղավ բրծավ no ինքը կշարունակի որտեղ ագահությունը երբեք չի բավարարվում Էլի աուզենալու էլ ավելի մեծ շտեմարաններ աուզենալու սարքի բաղը միսոր որտեղ չի հենիքի իր համար արմատ կա այնտեղ սիրելիս փողը չի արմատն է ու երբ որ արմատը հան չեն ասում արմատը հան անել եթե արմատը հանվի ինքը կազատագրվի God's opinion you fool the rich man in this story died before he could begin to use what was stored and planning for retirement preparing for life before death which is wise it's wise to do prepare for your retirement. Կարևոր է իմաստություն կա այնտեղ, պատրաստվելը, բայց այս մարդունը լրիվ բան եւ ինքը այդ իր ամեն ինչին ոչինչ չասա։ Իր հոգին այդ գիշեր հալամեզոն գնաց։ Բայ։ Բայց հիմա ինչ պետք է անես այդ կան ունեցվածքով։ Ինչ տեմարաններ պետք է անեիր։ If you accumulate wealth only to enrich yourself, with no concern for helping others, you will enter eternity empty-handed. Les Brown, motivational speaker, Les Brown said, if I am dying and I have a quarter left, I will swallow that quarter before I give it to my kids. Եթե մի 25 cent am նացել իմ կյանքից մեջ, եթե ուր կտամ երեխաներիս չեմ տա, ինչա, what is he trying to say? It's not the quarter. He's not saying not to leave blessings for our children. Չի ասում, որ օրհնություններ չթողենք մեր զավակների համար. He is saying, if we have not taught our children godly values, given them knowledge to prosper on their own, they will waste that money because they don't know the value of money.
գումարի արժեք իմանալու համար ես դիպման որտեղ որ մեկ կոպեկ տեսում when I see a penny I pick it up and it's dirty իդե կեղտում մալավան գետին I pick it up վերցնում եմ այդ մեկ կոպեկ always to teach myself to remind myself հիշեցնել միշտ ինձի to know the value արժեք իմանալ եթե մենք արժեքը չիմանանք գետա ստեղ այս երկրի մեջ այս քաղաքի շատ հեշտ է փողոց անցնում մի հատ մտար մոլ հետ ասում բան կրեդիտ կարտս ինչ արեցի հետո նայեք ասում բայց կրեդիտ կարտերը ոնց են փճարելու հետո ասում եմ մի մտածի բանկրապսի կանես Էտա մեր մարդկային լուծումը ոչ թե արմատը the root մի հատ վերջին համարով ասենք եւ now let's look at verse 18 to 20 եւ նա ասաց այսպես կանեմ կքանդեմ շտեմարանես եւ ավելի մեծը կշինեմ գիտեք եւ իմ անձս կասեմ երխմի քերա բայց Աստված նրան ասաց անմիտ այս գիշեր քո ոգի կտանեմ տարածապապապ Why do we save money to retire? To buy more expensive cars or toys? To be secure? Ինչենք փողերը պահում, ապահովացնենք մեր վերջի օրերը, թանկարժեք մեքենաներ, Jesus challenges us to think beyond earthbound goals. Այստեղ Հիսուսը մեզ ասում է, կոչ է տալիս, challenges us. Ոչ միայն այս աշխարհային բաները, ոչ բան, ոչ բերել ենք, ոչ բանել ենք, համաձայն ենք։ Ուզում եք լավ բաներ, ես սիրում բաներ։ Բայց սահմանի մեջ սիրներ, սահմանի մեջ to use what we have been given for God's kingdom. Later on in this chapter, 12-րդ համարի եւ Matthews 6-րդ համարի մեջ մի բան կա teaches us to invest in the kingdom where no moth nor rust can touch. Իդեք շատ անգամ օրինակ Ժիլբերտ եղբայրը կա, Արշակ եղբայր Կարամանյանը, որ համիջեր մենք partnerություն արեցինք իր հետ։ Ֆինանսապես մենք ներդրում արեցինք։ Երբ որ ֆինանսապես ներդրում ես անում Տիրոջ թագավորության մեջ սիրելիներ, չի նշանակում որ ֆինանսը ետ է վերադառնալու։ Աշխատն է այդպես աշխատում։ Երբ որ մենք ներդրում ենք անում Տիրոջ թագավորության մեջ, որ ոչ ցեց ոչ ժամ, գիտեք ինչ է լինում, մարդիկ են բրդվում, Պարսկաստանից բոլոր այդ հոգևոր մարդիկը, որ այնց կյանք Աստծուն են տալիս, մոտ տեղափոխվում են և գալիս է Ժիլբերտ գնում Թուրքիա քանի անգամ, ինչու, ովտև մեր եկեղեցի է բարձրացել։ That's investing in the kingdom։ Երբ որ մենք ներդրում ենք անում, թող այդ ներդրումը դա սերմ է, նույնիսկ Մաղաքիայի մեջը, որ տասանորդի մասին է խոսում և փակենք սրանով սերներ, նայեք ինչ է ասում։ Չի ասում, որ տասանորդը պարտական ես, որ դու բերես։ Ասում է տասանորդը բեր, փորձի ինձի։ Միակ տեղն է, որ Տեր ասում է փորձի ինձի։ Դու պիտի որոշես, ես որ երբեք մեկ ինչ եմ ասում, մորմոնները դատապարտությամբ են անում։ Լինքը փող ունեն մորմոնները։ Դատապարտությամբ են տասանորդ հավատում։ Բայց ասում է խոսք, ասում է տասանորդը բեր շտեմարան։ Why? Ոչ թե որ պետք է բերես, ես գիտեմ եկեղեցիներ, որ շտեմարան չեն։ Հիշում եմ դեր Prince Mark բացատրեց that is one of the greatest expository teachers. Why? Ինչու եկեղեցիներ կան ոչ թե because they don't have seed or food. Տասանորդը բեր, ասում է որ եկեղեցին շտեմարանը ունենա ուտելիք և սեր։ Why? Because we gotta give. Բայց չունենք որ տան, խոսքը ասում է տուր որ ունենաս, չի ասում եթե ունենաս տուր։ That's a faith step, դա հավատքի քայլ է։ Երբ որ ես սկսեցի իմ տասանորդը տալ Լաս Վեգասում, իմ կյանքից այսօր թե երեք ամենավատ ֆինանսական վիճակի ժամանակ եմ եղել։ Այն որ ասում են I can't afford to give my tithe,
Ես միջև ես օրս այն ժամանակվայց թե ինչ անհայր երեխեքի մեջ 10-րդը դնում եմ։ Why? Because we have food and we have seed. Ուտելիք եւ սերմ կա։ Ու երբ որ դնում ենք ընդեր, այնտեղ օգնություններ ենք բերում, օգնում ենք եւ ապաշխարություններ պատաներ եկած։ Սիրելիներ, դրա համար ենք մենք 10-րդը բերում։ Որ Աստծո տան մեջը լինի ուտելիք եւ սերմ, որ մենք կարողանանք հասնել, երբ որ կարիքներ կան, թե ընտանիքի մեջ, թե ծառայության մեջ։ Եվ վերջին նախադասությունը faith, service and obedience are the way to become rich towards God. Հայերենով հավատքը, ծառայելը, հնազանդությունը Տիրոջ հանդեպ ճանապարհն է հարստություն ունենալ Տիրոջ հակամության մեջ։ Եվ բոլորը իրար հետ ասեցինք ամեն։ Մի հատ է բոլորս իրար հետ ասեցինք ամեն։ Սիրելիներ, դա է, որ մենք պետք է անենք, որ ներդրումը այնտեղ հարուստ լինել ստեղ Տիրոջ հակամության մեջ։ Ամեն։ Ազգի առաջ զերը ոգևոր կյանքի մեջ միշտ սովորող պետք է եղնանք, այսինքն միշտ աշակերտ պետք է եղնանք, 3 տարեկան է մինչև 90 տարեկան աշակերտ պետք է եղնանք, և որ աշակերտ կրլաս ինչ ես եղել, ինչ պետք է սովորենք, Այս վերջին երկը, որ պիտի երկենք, գրկներքին վերջին նախատասությունը ասպես կսել։ Ես աշակերտ նիշտ գտնվիմ, այսինքն նիշտ աշակերտ եղի։ Yani ասակը տողջի մեզնա։ Աշակերտ գտնվելու մեջ և հետևող հավադարիմ։ Այսինքն, աշակերտ եղիմ և հավադարիմ աշակերտ եղիմ, որովհետեւ ինչ որ գլսենք ասպերեն, ինչ որ գլսենք մամայեն, բաբայեն, ձերեն, կընդունի աշակերտի ուման։ Դիխետրան, որ բոլոր սաղոտքի վրա ալան և 268-րդ երկը երկենք 4 անգամ ես աշակերտ միշտ գտնվիմ և հետևող հավադարիմ և ասիկա հետերնից տանիմ
Ընդամենը 8 was 8 verses. Չաչանակին է մանահարելացես։ Մեր նոր փոքրիկը դուրը գալիս է։ Օրհնության աղոթքը սիրելիներ, սրտանց ամեն կիրակի սրտանց այս աղոթքը որպես եկեցի հողի փոխանցում։ Աստված օրհնի մեզ եւ պահի մեզ։ Աստված պայծառեցնի իր երեսը ձեր վրա եւ ողորմի ձեզ։ Աստված բարձրացնի իր երեսը ձեր վրա եւ տա խաղաղությունը եւ սերի եղբայր եւ քույր ինչ որ սովորեցի խաղաղությամբ ձեր սրտերի մտքերի մեջ թող տեղ վերցնի եւ խոսքը կատարող եղբայրներն են։ Գալիս է լավ սեզոն գոհաբերության եւ սուրբ ծնունդ։ Մարդիկ սիրում են գալ եկեղեցի։ Մտածեք, լիստ սարքեք, ում ենք հրավիրելու եւ աղոթեք, որ Տերը իրենց սրտերի մեջը շարժվի։ Ամեն։